Նիկոլները շատ են ձեր մոտ, հա։ Մեր սերունդը գիտի, որ կա մենակ ChatGPT ընդհանրենք։ Սա անտավիկի պես ինչ որ տենց անուն է։ Շատ էգոիստական է, որտեղ մենք այդ գրքերը կարդում էինք, հետո էինք վաճառում։ Այսօր մեր հյուրն է Սամվել Մարտիրոսյանը, մեդիա եւ կիբեր անվտանգության մասնագետ։ Հանրությունը ձեզ ճանաչում է որպես կիբեր անվտանգության եւ մեդիա մասնագետ։ Բայց դա ընդամենը ձեր բազմաբնույթ ասպարեզների, ձեր գործունեության ճոր գագաթն է։ Ուզում եմ ակունքներից սկսենք։ Մենք երկուսս էլ Չեխովի շրջանավարտներ ենք եւ ինչ շատ հետաքրքրում է Չեխովի այդ դպրոցական ուսումը ինչ որ նախադրյալ տվեց, որ դուք ընտրեք կոնկրետ ձեր մասնագիտությունը ապագա։ Տեսեք, Չեխովի դպրոցը հիմնականում օգնել է այն առումով, որ ես շատ բաներ ստիպված եմ եղել ինքնուրույն սովորել։ Դե օրինակ ես բերեմ քիմիան, որը շատ հետաքրքիր առարկա, բայց ամենատաղտկալի ձևով էր ուրեմն դասավանդվում։ Մի անգամ փորձ դրվել, այն էլ հետո ես հիվանդ եմ եղել։ Դրա համար ստիպված ես սկսեցի քիմիայի Ես փորձ չեմ ինքս դե ես իմ չգիտեմ, որ արտառոց բաներ հետո երևի հիվանդ էր դասատուն։ Չէ, իրական իհարկե կային շատ լավ դասատուներ, օրինակ Շահեն Նիկոլաևիչը։ Ինքը մեզ դաս չի տվել։ Ես մենակ լսել եմ իր համայն։ Մենք բախտ ունեցանք։ Պապայիս է դաս տվել, բայց մենք ունեինք օրինակ լեզվի, ռուսաց լեզվի Լեոնորա Ռուբենովնա, որը մտածողությունը այտենց շատ ուժեղ դրել է, շատ լավ դասատու էր։ Կար ֆիզիկայի շատ լավ դասատու Նելի Նիկոլաևնա, հուսով եմ չեմ խառնում, որտեղ մի քանի Նելի ունեինք։ Բայց շատ դեպքերում ոնց որ Չեխովը խրախուսում էր ինչ որ իմանով զբաղվել, որովհետև այնքան վատ էր, տխուր, դեպրեսիվ, որ ասում էր ավելի լավ է տանը ես ավելի հետաքրքիր այդ ամեն ինչով կզբաղվեմ, հենց որ հա Չեխովը օգնել է, բայց հիմնականում ի հեճուկս չեմ ուզում բոլորի վրա այտենց ոչ կա գլորեմ, բայց հա Ես համամիտ եմ եւ գիտեք ինչն է ցավալի, որ Չեխովի անվան դպրոցը այն տարիներին դա համար 1 էլիտար դպրոցն էր Երևան քաղաքի եւ այդ էլիտար դպրոցը ուներ այդպիսի բացեր չենք խոսում հոգեբանական պահերի մասին։ Դե կոնցլագերոտ էր։ Այո։ Նշանակ։ Իմիջիալս տնօրինից տենց վախում սառում ենք, բայց հետո եմ որ ասում շփվեցինք, բարձվեց նորմալ մարդ է, ուղղակի իրան տենց զուտ կարիդորով անցնելուց ենք տեսնում, ու սա սառում էին տենց։ Բայց մեծ հաշվով դա Չեխովի դպրոցի խնդիր չէր, ընդհանուր խորհրդային մանկավարժություններ, որը բանակի ինչ որ ուղղակի մանկապարտեզներ։ Այո։ Ընդունվում եք դպրոցից հետո պետհամալսարան, մաթեմատիկայի բաժին։ Այո։ Եվ հանկարծ ավարտելուց թե վերջին կուրսում դուք կասեք։ Որ ասեք ինչը կասեմ։ Հա, դուք բացում եք գրախանութ։ Հա, դե իրականում նախավերջի կուրսում ես զուգահեռ ընդունվեցի Երևանի հումանիտար ազատ համալսարանը, որ էլ չկա ինքը կարող ասխալվեմ մի 8-9 տարվա կյանք ունեցավ։ Զուգահեռ այնտեղ էի սովորում եւ իմ այն մյուս բալանսն էի պահում, ինքը հումանիտար էր եւ այնտեղ փիլիսոփայություններ ու մշակութաբանություն։ Իրականում ինձ տենց երբեք միակողմանի լինելը չի դզել։ Հետաքրքիր չէր, հա։ Դե գրախանութն էլ մենք ընկերներով բացեցինք շատ էգոիստական բաներից ելնելով։ Իրականում այդտեղ գումար գրեթե չկար։ Ով 94-ը հիշում է 95-ը կարող է պատկերացնել, բայց ալտրուիստական փաստորեն նկատառումներից, չէ, շատ էգոիստական է, որտեղ մենք այդ գրքերը կարդում էինք, հետո էինք վաճառում։ Ստիպված չէինք ծախսել մեր գումարը։ Այո։
ինձ թվում է բոլորիս մոտ էլ ինչ որ շատ չնչին գումարներ ստացվում էր տակից դուրս Իսկ բերել։ ճիշտ եմ տեղեկացված, որ առաջին անգամ կիրառվել է այդ զեղչ գաղափարը։ Դե ես տենց հիմա կարող է ուրիշ տեղել եղել, այն ժամանակ ինտերնետ չկար, որ կարդայինք բան, բայց մենք տենց հնարեցինք։ Ու հնարեցինք որ նա ինչ որ ամերիկյան կինոներում էինք տեսա։ Այո։ Վրեկներս էլ լիքը գիրք էր մնացել։ Իրականում ասեմ ձեզ, հիմնականում մեզանից գրքերը առնում էր հարկայինը, ես հիշում եմ։ Մասնագիտական գրքեր։ Մասնագիտական գրքեր էին առնում։ Ահա։ Ու տենց տոննաներով ուղարկում էինք իրանց մոտ։ Ի վերջո մինուսով մնացիք, թե 0-ով գոնե։ Գաղափար չունեմ, այդ ժամանակ չեք հիշում, չէ՞, այնտեղ փողը հաշվել չէր լինում։ Առաջինը քնում զարթնում էր, գները տարբերվում էին։ Դրամ, ռուբլի, Հա, նորեր փոխվել ռուբլին դրամի։ բաները, վաուչերներ, Վաուչերներ։ այլանդակ վիճակ էր։ Ես ճիշտ ասած, չէ, հիմա չեմ հասկանում ոնց ընդհանրապես ողջ մնացինք, մենակ մենք չէ, այտենց բոլորս։ ոչ ուտելու բան կար, ոչ առնելու բան կար եւ այլն։ Չգիտես ինչու, բայց մարդիկ լուրջ գումարներ էին ծախսում գիրք առնելու վրա։ Այո, դեռ այդ էնտուզիազմը կար։ Տարօրինակը այդ է, որ օրինակ հիմա հաստատ երևի այտենց կումուլատիվ գրքի ծախսը, որ վերցնես Հայաստանում, շատ ավելի քիչ է, քան այն սոված տարիներին, էլ։ Այո։ Ես մինուս պլյուսը դժվար եմ ասել, որտեվ հետո ոչ ոքի համար դա հիմնական գործ չէր։ Այդ ժամանակները հիշում եք, ամեն մեկը մի ձեռից ինչ գալիս էր, մի բան անում էր, էլի։ Այո։ Իսկ հետո լրագրություն եւ հետո իրավապաշտպանություն, այս մասը, իրավապաշտպանություն։ Մի քիչ այդտեղ մանրամասն եք խնդրում եմ։ Դե լրագրությունը հետո եկավ։ Իրականում այդ նույն ընկերները, որոնք գրախանութի շուրջ էին, հետո ինչ որ իրենց ուրիշ ընկերների հետ ստեղծեցին իրավապաշտպան կազմակերպություն, որտեղ հետո ես մտա 90 երևի 9-ներ։ Եթե չեմ սխալվում։ Հիմա ինձ հետաքրքիր է հոգու խորքում։ Սամվել Մարտիրոսյանը բիզնեսմեն է, ծիխնար, թե հումանիտար։ Կարող եմ ասել ինչ չեմ, հաստատ լավ բիզնեսմեն չեմ, թե չէ շատ ավելի հարուստ կլինեի։ Հա, բայց կրթահամալիրի համահիմնադիր եք։ Այդ կրթահամալիրը ձեզ թվում է փողալ բերում։ Ահա։ Չէ։ Իրականում կրթահամալիրը ստեղծվեց հենց այդ էլի նույն գրախանութի թվերին, որպես փորձ այդ պոստ-տրավմատիկ սինդրոմից դուրս գալու, այսինքն Չեխովի դպրոցը ավարտելուց հետո մենք ընկերներով հասկացանք, որ կրթությունը շատ կարևոր է, իսկ այդ կրթությունը, որը կա, ինքը լավ բաների չի բերել։ Առնվազն աչքերից առաջ երևում էր, թե օրինակ այդ իդեալները, որը տրվում էին դպրոցում, դե սովետական դպրոցում ինչ որ իդեալներ տրվում էին, չէ՞, Իհարկե։ Ու պարզվեց, որ այդ գաղափարները փոշի են, որտեվ հերիք եղավ մի քիչ իրավիճակը փոխվի, մարդիկ հիշում եք էլ ինչ բարոյական անկում ապրեցին, ընդ որում երկկողմանի, մի կողմից ինչ որ այնց կենթանական մի մասի մոտ բան սկսվեց։ Մյուսն էլ պարզվեց, որ խորհրդային ինտելիգենցիան ոնց Վախտին Լենինն էր ասում, որ հետ իմ սիրած մարդ չէր, բայց որ ասում էր իմպոտենտ ինտելիգենցիա 17-ին, 18-ին փաստացի էտել դուրս եկավ, որ պարզվեց, որ այն մարդիկ, որոնք ազգի խիղճը եւ այլն կրող են, ոչ մի բան չեն կարողանում անել այն բռի գող ավազակների դեմ, ունակ չեն, ինչը նշանակում է, որ երևի դպրոցի հիմքերն են արդեն այդտեղից է պրոբլեմը սկսվում։ Եվ վերջո, երբ որ պատկերացնում ես, որ երեխա ես ունենալու ու ինքը գնալու է նույն կոնցլագերը, էլ ավելի վատ վիճակում, որովհետև այդ փլուզված երկրում 90-ականներին այն խորհրդայինն էլ էր կորել, գոնե ինչ որ լավը կար, մնացել էր ինչ որ, ինչ ասեմ, վագոն, ռեստորան, բայց չաշխատող էլի։ Դուք 3 երեխա ունեք։
Այո։ Որ դպրոցներում են սովորել։ Այն դպրոցում, որը ես հիմնել եմ Արեգնազան կրթահամալիրը, հա։ Դե տարօրինակ կլներ, որ Միգուցե նրանց համար եք հիմնել։ Դե բնականաբար։ Դե ոչ միայն իմ երեխեքի համար, բայց Երևի առաջնայինը ճիշտ ասած չէ, երևի։ Առնվազն այն ժամանակ աղջիկս դեռ նոր էր ծնվել, դեռ իրան չէի պատկերացնում դպրոց գնալուց, բայց տեսնում էինք փողոցում այդ ինչ-որ անտեր երեխեքին էլի։ Բայց դե բնականաբար երևի հա։ Իսկ ընկերության համահիմնադիր Կիբեր Hub։ Ну, Cyber Hub, Cyber Hub, նայած ինչեր են կարդանք։ Դա հենց անվտանգությանն է վերաբերում կիբեր անվտանգության։ Հա, դա թվային կիբեր անվտանգությունով զբաղվող ընկերություն է, իր յուրահատուկ սպეციფიკայով։ Այստեղ էլ դուք համարում եք, որ կայացած բիզնես չի դա։ Իրականում այս ընկերության գործունեության կեսը բարեգործական բնույթ է կրում։ Մենք սա հիմնել ենք որպես կիբերանվտանգությունում գոյություն ունի այդպես սպეციფիկ մի շատ տեխնիկական է, դրա համար բացատրեմ։ Կոչվում է CERT, դա ոնց որ կիբերանվտանգությունը ապահովող կենտրոն է, որը կարող է լինել պետական, օրինակ Հայաստանում կա պետական CERT, որը պետական կառույցների կիբերանվտանգությունով է զբաղվում, ուրիշների հետ գործ չունի։ Հիմա բարեբախտաբար ստեղծվելու է ազգային կիբերանվտանգության կենտրոն։ Այս օրենքը ընդունվեց, այս տարվանից գործում է, ինչ որ process-ներ է գնում։ Բայց գոյություն ունեն նաև նեղ ոլորտային CERT-եր։ Օրինակ մեր կենտրոնական բանկը փաստացի ֆինանսական CERT է, այսինքն ֆինանսական ոլորտում ապահովում է կիբերանվտանգության չափանիշները։ Մենք էլ ենք CERT, բայց շատ սպეციფիկ տիրույթում, դա քաղաքացիական հասարակությունն է ու մեդիան։ Այսինքն դա այն տիրույթն է, որը փող չունի կիբերանվտանգության համար, դրա համար իրենց մենք փորձում ենք օգնել անվճար։ Եվ ունենք երկրորդ բիզնես գիծը, բայց փաստացի այստեղից փողը լցնում ենք այս կողմ, որ այն կողմին օգնենք։ Քանի դեռ շփվում ենք կոմպետենտ մասնագետի հետ, իսկ մենք անձամբ ես շատ ոչ կոմպետենտ եմ այդ։ Դու ես էլ նայած, հա։ Մեզ պետք է օգնեք մի փոքր կրթեք։ Ամենաապահով եւ ամենաանապահով սոցցանցը։ Տենց բան մեծ հաշվով չկա, տեսեք, ապահով ասելով ինչ նկատի ունեք, բացատրեմ։ Եթե նկատի ունեք, որ ձեր account-ը կարող է կոտրեն, մոտավորապես բոլոր սոցցանցերը ունեն նույն անվտանգության մակարդակը։ Հա, իսկ ինչ վտանգ կա բացի դրանից։ Օրինակ, որ ձեր նամակագրությունները կարող են կարդալ։ Ու այստեղ իհարկե շատ տարբեր է, Իսկ լսելը։ Ну, նաև լսել։ Լսել։ Հիմա եթե դուք օգտվում եք ամերիկյան հարթակներից, բարձա ու ձեզ կարող են ձեր տվյալները արտահոսել դեպի ամերիկյան հատուկ ծառայություններ։ Երբ որ դուք օգտվում եք ռուսաստանյան, օրինակ одноклассники եւ այլն, այդտեղ པարզ չի, այդտեղ օրենքով է, ձեր տվյալները հասանելի են FSB-ին, իրանք նույնիսկ պետք է հարցում չանեն, անմիջական մուտք ունեն։ Եթե դա չինականը նույն տրամաբանությամբ հասկանում եք։ Դրա համար մեծ հաշվով շատ ապահովությունը շատ կախված է դուք ինչով եք զբաղվում։ Եթե դուք հասարակ մարդ եք ու ձեզ տենց առանձնապես չի հետաքրքրում ձեզ ով կլսի, ով կկարդա հատուկ ծառայությունների տեսանկյունից, այդտեղ կարևոր է որ դուք ճիշտ ձևով օգտագործեք անվտանգության գործիքները։ Որոնք մեծ հաշվով սոցցանցերի մեծամասնությունը տրամադրում են մոտավորապես նույն մակարդակի։ Բայց դե էլի շատ կարևոր է որտեղ եք ապրում։ Եթե դուք Ռուսաստանի հայ եք ու ապրում եք Ռուսաստանում կամ գնում գալիս եք ու одноклассники-ում աչուձախ ինչ որ բաներ գրելը, լայքելը կարող է ծանր հետևանքներ ունենալ։
Ոնց որ դա ու կա երրորդ շերտը, դա ավելի, այսպես ասած, բարոյահոգեբանական վնասի տեսանկյունից, որովհետև անվտանգությունը դա նաև այնա, որ դուք հանգիստ կարող եք այդտեղ շփվել ու դες չեն անպատվի, այսին, դե պատկերացրեցիք, հա։ Այստեղ իհարկե արտակները բավականին տարբերվում են, որովհետև դա ենթադրում է, որ արտակը ակտիվ ձևով պետք է հետևի, օրինակ, ինչ որ նորմերին եւ այլն ու պարզ է, որ ինձ թվում է նկատել եք կամ բարեբախտաբար չեք նկատել, որ ենթադրենք Facebook-ն ու Instagram-ը քիչ թե շատ գրեհիկ բաներ չեք հանդիպի։ Չէ, բայց այն ինչ որ TikTok-ում արունակ կատարվում, դուք չեք հանդիպի, ու դրա համար էլ դա TikTok-ում է կատարվում։ Այո։ Որովհետև TikTok-ը նորմալ չի մոդերացնում բովանդակությունը ու կարող մարդկանց օրինակ շատ շանտաժի ձևերից մեկն է, մարդու տեսանյութը դնում են, վերջին հայհոյանքները վրան գնում են, հետո գումար են պահանջում, որ դա հեռացնեն։ Ահա։ Դա օրինակ Facebook-ում, Instagram-ում չի աշխատում։ Ну, կարող է ենթադրենք մի քանի ժամ աշխատի կամ մի քանի օր, բայց բողոքների հիմա սովորաբար ջնջում են TikTok-ում, ուզում ես գլուխ պատով դուր։ Հա։ Ամեն ինչ թույլատրել։ Կամ Telegram-ում օրինակ երեխեն նենց տեսանյութեր կարող է տեսնի, որ գլխատումներ, բաներ, էլի, որ մյուս սոցցանցերը շուտ բանից ֆիլտրում են, հանում են։ Համար այս էլ անվտանգության մյուս շերտն է, որը արդեն անմիջական մարդուց կախված չի։ Այ երեխաներին հիշատակեցիք, քանզի ձեր թորնիկին ինչպես է կրթում այդ ուղղությամբ։ Օրինակ օգտվում է երեխան ձեր թորնիկը հեռախոս ունի, համակարգչից, ինտերնետ մտնում է, չի մտնում, ինձ հետաքրքիր է։ Թորնիկս 7 տարեկան է եւ ինքը օգտվում է մենակ մեր ներկայությամբ ու այդ օգտվելը մուլտիկ նայելն է եւ այլն, այսինքն ինքը այդ ամեն ինչի Ճիշտ ասած, ես տեսել եմ, որ 3 տարեկան երեխաներն են հաջողացնում օգտվել, iPad-ների մեջ մտնում են եւ ես կարծում եմ դա սխալ է։ Ինչ պետք է անել այ վերաբերյալ մեր երեխաներին։ Դե տեսեք, կա շատ պարզ մի բան, որը հիմնված է երկար ուսումնասիրությունների վրա ԱՄՆ-ում։ Ինչի հետևանքով երեխաները մինչև 13 տարեկան իրավունք չունեն սոցցանցերում գրանցվել։ Դա ԱՄՆ-ի օրենսդրության պահանջն է։ Այո, փայլուն բան է։ Դա վերաբերում է ոչ միայն սոցցանցերին։ Օրինակ ֆիլմերը, գիտեք, եթե ֆիլմում գոնե մեկ անգամ ծխում են, կամ գոնե մի կաթիլ արյուն է երևում, այդ կինոները միանգամից ռեյտինգը փոխվում է ու փոքր երեխան չի կարող գնալ։ Մեզ մոտ ինքներդ գիտեք, որ կամայական տենց ինչ որ սարսափելի ֆիլմի ժամանակ միշտ մի քանի երեխա այնտեղ լաց է ալնում, զալում, չէ, տենց շրջում է բան, տարբեր տարիքային բաներում, ինչ որ մաման պարբերաբար հանում է զալից դուրս կերակրում է հետա բերում եւ այլն։ Մեծ հաշվով մեզ մոտ տենց լուրջ չեն վերաբերում, բայց դա ինձ թվում է շատ ակնհայտ բան է, որ տենց չպետք է լինի ու վերջը իմ կարծիքով 7 տարեկան երեխուն սոցիալական ցանց պետք չի ոչ մի ձևով, որտեղ սոցիալական ցանցը ստեղծվել է նրա համար, որ մարդիկ շփվեն, քանի որ ուրիշ տարբերակ չունեն շփվել, որտեղ գործի են գնում, զբաղված են, հեռու են իրարից եւ այլն։ Երեխան պետք է շփվի ծնողների հետ ու իր ընկերների հետ, հեքիաթներ լսի եւ այլն, էլի, ուզում եմ ասեմ, ինչին է իրան պետք։ Մի խոսքով ուղղակի պետք է երեխային զբաղեցնել ճիշտ կերպով։ Հա, ցավոք սրտի հեռախոսը տալ եւ ծնողները հասնել ստիպված են երեխային զբաղեցնել, եթե դա ծանր պարտականություն է դառնում, հեշտ է գցել սոցցանցերը, բայց իհարկե ինչ որ տարիքից չես կարող հետ պահել։ Հիմա իմ ասած այդ 13 տարեկանն է, իրականում Հայաստանում երևի տես 11-ից 12-ից ակտիվ երեխեք սկսում են մտնել։ Այո։ Այստեղ հարցը ավելի շուտ սկսում է նրանի, որ ծնողները պետք է կարողանան առնվազն ժամանակը վերահսկեն, որ ամբողջ օրը
չլինի ինտերնետի մեջ։ Դրա համար գոյություն ունեն ծնողական վերահսկողության ծրագրեր, որոնք ցավոք սրտի Հայաստանում շատ քիչ մարդ գիտի ոնց դա միացնել, մեծ մասը նույնիսկ չգիտի, որ այդպես բան կա։ Բայց կան։ Կան ու լավ այն է, որ այսօր բոլոր սարքերի մեջ ներդրված անվճար այդ ամեն ինչը կա։ Կարող է ինչ որ ծայրահեղ մանր, ինչ որ մունր բաներ չկան ու պետք կլինի այդ դեպքում գնել ծրագիր, բայց եղած ֆունկցիոնալը թույլ է տալիս առնվազն ժամը սահմանափակել կոնկրետ application-ների եւ ընդհանուր սարքից օգտվելու, նաեւ ժամը այն առումով, օրինակ որ 7-ից հետո երեխան չմտնի ուղակի։ Այո, ուրախացրիք։ Չկարողանա իր ուզած application-ը քաշի առանց ծնողի թույլտվության, հազար մի բան, այսինքն այստեղ ուղակի կարևոր է ծնողները իրացեք լինեն եւ օգտվեն այդ ֆունկցիոնալից։ Իհարկե, այստեղ նաեւ հաջորդ հարցն է ցակում, որ հիմա այս տարվա սկզբից դարձել է շատ քննարկվող այնա, որ շատ երկրներ սկսում են մտածել, նաև Հայաստանը արդեն, վերջին հայտարարություններից կարելի է հասկանալ, որ ուզում են սահմանափակեն։ Առաջին Ավստրալիան եղավ, որ այս տարվանից 16 տարեկանից ցածր արգելվում է սոցցանցերից օգտվել։ Ընդհանրապես։ Հա։ Հիմա բոլորը հետևում են Ավստրալիայի փորձին, որովհետև մի բան է դու օրենքը ընդունես, մյուս բանը կարողանաս դա իրականացնել ու իրականացումը նաև ենթադրում է որ հարթակները պետք է համագործակցեն երկրի հետ պետք է հետևեն պետք է մեխանիզմներ ստեղծես որ հասկանա այդ երեխեն քանի տարեկան կարճ ասած մեծ գլխացավանք է ու եթե այդտեղ է կարևոր եթե դու օրենք ես ստեղծում որը չի աշխատում ու հատկապես երեխաների հանդեպ այդ երեխեքը փոքրուց սկսում են հասկանալ որ ես երկրում ոչ մի բան չի աշխատում ու դառնում են տենց ինչ ասեմ, ցինիկ։ Ահա։ Հիմա այդ հետարքիր զարգացումներ են, տեսնենք, ինչ որ երկրներում, Մեծ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում հասկացան, որ արգելքը որքան էլ դնեն, երեխեքը օրինակ օգտվելու են VPN-ից, շրջանցելու են, համար հիմա փորձում են մտցնել VPN-ի օգտագործման սահմանափակումներ, որ միայն անձնագրով տարիքը հաստատելով կարողանաս VPN-ից օգտվել։ Բայց դա էլ արդեն շատ մոտ է քաղաքական գրաքննությանը, ահա, որովհետև մեծահասակների կիրառումն էլ է խնդիր դառնալ ու չափից շատ տվյալների հավաքագրում է կատարվում։ Հիմա տեսնենք, իրական շատ շրջադարձային ժամանակ ենք ապրում։ Այսինքն շատ մեծ էյֆորիա էր սոցցանցերը, երբ որ նոր մտանք անք տասականներում եւ այլն։ Հիմա հակառակ բանն է գնում դրա, որ բոլորը հասկանում են, որ երեխաների վրա շատ բացասական է ազդում, ժամերով նստած կարճ վիդեոներ նայելը։ Տարբերակ չկա, իհարկե։ Բայց հարցը այն է, որ այտենց ռեպրեսիվ մեթոդները կարող է չաշխատեն։ Այսինքն պետք է հասկանալ թացը չորից բանանել ու ցավոք սրտի կան շատ նոր յուրահատուկ բան է փորձ ունեցող էլ չկա, հիմա բոլորը իրար վրա են նայում, հասկանան ով մի խելքը գլխին բան կանի։ Դեռ մի փորձից պետք է սկսի։ Հա, դե հիմա համար տեսեք, Ավստրալիան սկսեց, անմիջապես Բրիտանիա, Ֆրանսիա, Դանիա, Թուրքիա, հաստատ մի 7-8 երկիր էլ, որը հիմա չեմ հիշում, այս ճանապարհով փորձում են գնալ 15 կամ 16 տարեկան տենց տարբերությունն է տալիս։ Այսինքն այդ երկրերը ընդունել են օրենք եւ արդեն կիրառում են, թե դեռ օրենքը գրվում է։ Բրիտանիան կիրառեց, Ֆրանսիան ընդունեց պարլամենտի մակարդակով, մի մասն էլ ուղղակի նախապատրաստական փուլում են գտնում, բայց մեկը հասկանալի չի, կաշխատի թե չէ։ Դե, ասում փորձը փորձանք չէ։ Դե իրականում դա նաեւ հասարակական ինչ որ բաների, տեսեք օրինակ Ռուսաստանում Roblox-ը արկելեցին մի պահ ու հարցումներից երեխեքի 50% ուզում էին արտագաղթել Ռուսաստանից։ Ինչ է կա։ Նենց որ դուք պետք է նաև հաշվի նստեք։ Այդ մեդալի տարբեր կողմերն են արդեն այդտեղ։ Լավ, հիմա այսպիսի հարց, հեռախոսի մեջ փող պահելը ինչքանով է վտանգավոր կամ անվտանգ։ Դե
եկեք հակառակը ասեմ, անխուսափելի է ուղղակի։ Դե որովհետև տեսեք, քեշի սահմանափակումները Հայաստանում 300,000-ի են հասել, արդեն խոսակցություններ են գնում, որ 50,000-ի իջեցնեն, այսինքն ամբողջ աշխարհը գնում է նրան, որ դուք ստիպված լինեք փողը պահել ոչ թղթի տեսքով։ Հիմա դա կլինի բանկային քարտ թե հեռախոս է ուրիշ հարց, բայց մեծ հաշվով մեկը սաղ գնում է դեպի հեռախոսը, որովհետև մարդը եթե 1, 2, 3 անգամ վճարեց կոմունալները հեռախոսով, դու շատ դժվար կհամոզես գնա հայփոստի մոտ ու հերթ կանգնի, չէ՞։ Նենց որ ուղղակի մարդկությունը գնում է դեպի դա, բայց դա բնականաբար բացում է մեծ հնարավորություններ, ոնց որ գրպանահատները շատ ուրախացան, երբ որ ավտոբուսներ ստեղծվեցին, վերադարձան ու կարելի է ճխտված տեղը մտնել ու ցենց հերթով թալանելով դուրս գալ, նենց էլ հիմա պատկերացրեք ինչ հրճվանք է տիրում կիբեր գրպանահատների մոտ, քանի որ մենք ինչ կա պահում ենք հեռախոսի մեջ։ Այո, եթե ես հասկացա, որ կոտրել են իմ բանկային համակարգը, ինչ պիտի անեմ, իմ առաջին քայլերը։ Զանգահարեմ բանկ։ Ձեր առաջին քայլերը պետք է լինեին մինչև այդ իրականում, այսինքն դուք պետք է նախապատրաստվեք։ Ինչպես։ Ամենապարզը սովորեք։ Տեսեք, ես անդադ փորձում եմ ինչ-որ օֆլայնից օրինակներ գտնեմ, որ հետո մարդիկ սովորական բանից ամենապարզ բանը իմ կարծիքով մեքենա քշելն է։ Ենթադրվում է, իհարկե Հայաստանում միշտ չի ենթադրվում, որ մեքենա քշելուց առաջ դուք պետք է մեքենայի բաները օրենքները սովորեք մեքենա վարելու, հա։ Որտեղ կարելի է ծախ, որտեղ աճ եւ այլն, հազարում իսենց բան։ Նույնն էլ է սա։ Այսինքն եթե դուք ձեր ողջ կապիտալը, այսպես ասած, պահում եք ձեր հեռախոսում, դուք պետք է սովորեք։ Այդ կանոնները ահավոր շատ չեն, մեքենա քշելուց հեշտ է, բայց պետք է սովորեք, եթե չեք սովորելու, հաստատ մի բան լինելու է, այդ մեկ։ Որտեղ սովորեմ այդ կա, որտեղ կան այդ կանոնները։ Դե իրականում ինտերնետում լիքը նյութեր կան, բոլոր լեզուներով, բանկերն են սկսել հրապարակել տենց բաներ, արդեն հասկացել են, որ պետք է անեն։ Իհարկե բանկերի շատերի նենց լեզվով է գրած, որ մարդը արդյոք չի հասկանում, հա։ Դու խճճվում ես մենակ։ Կա այդ խնդիրը, հետո տերմինաբանության խնդիր կա, հայերեն մարդիկ շատ տերմիններ չեն հասկանում։ Ես էլ օրինակ IT-ից ինչ որ տերմիններ են գրում, արի իմացի այդ ինչ էր։ Ինչ որ լեզվի հեշտությունը թարգմանելա, դու էլ տակից դուրս է։ Այն ամենը մատչելի կերպով կարող եք մեզ Դե պետք է մատչելի դարձնել, բայց փաստա որ պետք է դարձնել, այսինքն մարդ պետք է սովորի։ Երկրորդը մարդ պետք է իր ոնց որ գումարները ինչ որ ճիշտ ձևով պահի, հա, որովհետև մարդ ունի տարբեր տիպի հաշիվներ, տարբեր տիպի քարտեր։ Այսինքն տարբեր հաշիվների վրա է պետք պահել։ Դե տեսեք, սովորաբար արտահոսքը մի քանի ձևի է լինում։ Մեկը դա ավենատարածված է, երբ որ բանկային քարտն է տվյալների արտահոսքում լինում։ Այդ արտահոսքը կարող է լինել, որովհետև դուք սխալվել եք, ինչ որ կեղծ լիստայից բան են ձեզ ուղարկել, հայփոստի կեղծ բան է, ու դուք տվյալները լրացրել եք։ Կամ գայթակղվել եք ինչ որ բանի, այդ Black Friday ինչ որ սև ուրբաթի on-line առևտրով մտել եք ինչ որ անկապ միտեղ բանկային տվյալները գրել եք։ Բայց դա կարող է լինել նաև մարդուց անկախ, որովհետև ինքը օրինակ գնացել է ինչ որ Հայաստանում դա շատ չնչին դեպքեր են եղել, բայց շատ երկրներ կան, որտեղ դուք գնաք մի բան վճարեք քարտով, շատ հավանական է, որ այդ սարքը, որը ձեզ օրինակ օֆիցիանտը տալիս է, ինքը նաև տվյալները գողանում է վրայից։ Տերմինալը բանկոմատների վրա են հատուկ բաներ դնում, որ տվյալը գողանում եւ այլն։ Բավականին ինչ կան երկրներ, որտեղ շատ տարածված։ Իսկ ինչով է պայմանավորված, որ մեզ մոտ չնչին է դեռ։ Դե ես ձեզ տարօրինակ բան ասեմ, բայց աշխարհում քարտա, բանկային քարտերով
մախինացիաներով զբաղվող։ Ну, ես մի 10 տարվա բան եմ ասում, բայց չեմ կարծում, որ շատ բան է փոխվել, բայց ազգային պատկանելության տեսանկյունից հայերը երկրորդ տեղում էին աշխարհում։ Բայց հիմնականում դա արվում էր գցենք լոուսպոս, էլի sense դրսերը, այդտեղ այդքան տարածված չի։ Երևի դրանից է, որ երկիրը փոքր է, տենց ավելի հեշտ է տենց բաները բռնացնել, էլի։ Այո։ Դրա համար ավելի շատ խոպան են գնում ես հարցովել, հա։ Ահա, դե լավ, բախտից բերել է փոքր այդ առումով գոնե։ Բայց դե ամենապրիմիտիվ բանը ձեզ ասեմ, դու գալիս եք սուպերմարկետ, քարտով եք վճարում, քարտը տալիս եք, վաճառողը վերցնում է, մի հատ սենց է ճտտում, մի հատ սենց է տալիս, կամերան վերևից նկարում է։ Տեսականորեն, շատ տեսականորեն, ես էլի Հայաստանում չեմ լսել, որ տենց դեպք լինի, կամերայով կարելի է վրա իսախ տվյալները նկարել։ Այո։ Դրա համար ավելի լավ է քարտը գցել հեռախոսի այնտեղ հանգստացա ես։ Google Pay-ին կամ գցել եմ։ Google Pay-ին կամ Այո։ բայց դա իր վտանգ ունի։ Օրինակ եթե դու Google Pay-ով հեռախոսով մտնեք ավտոբուս, այն ճխտված ավտոբուս, ու լինի խորացված գրպանահատ, հատուկ տերմինալով գա, sense լավ keep կսմասվի, կարա հեռախոսից վճարում տանի։ Իհարկե, ինչքան է, մինչև 10,000-ն է կարծեմ, որ PIN կոդ չպետք է ներմուծել։ Ծես քարտից, որ այդքան է տանում, հեռախոսները մտել են։ Հեռախոսի դեպքում լավը ինչն է, հեռախոսում կարած դնես տենց, որ առանց քո մատնահետքի ենթադրենք վճարումը չկատարվի։ Ահա։ Բայց եթե քարտը են, որ ասում են NFC-ով, են որ ասում են Wi-Fi-ով քարտ։ Այո։ Այդ քարտից տեսականորեն տենց ճխտված ավտոբուսում կարելի է տանել։ Ահա։ Անպայման ուզում եմ ձեր կարծիքը լսել, ուրեմն մի հարց կար, որ բոլորին միշտ ուզում էր լինել, թե չլինել, այսօր այդ հարցը հնչում է այլ կերպ, արհեստական բանականությունը վտանգավոր է, բոբո է, թե հակառակը գործիք է, որին ուղղակի պետք է ճիշտ կիրառել։ Դե հիմար պատասխանը ստանդարտ հիմար չէ, որ դանակը դա կարած հաց կտրես, կարած մարդ բան, գիտեք, տենց ատա հիմա արհեստական բանականության մասին են ասում։ Բայց կարծում եմ արհեստական բանականության դեպքում դա չի աշխատում այս մետաֆորը, որովհետև դանակով կարած օգտվես, կարած չօգտվես, արհեստական բանականությունը առնվազն քո հանդեպ դրսևորումներ ունենալու է։ Ոչ հեռավոր ապագայում շատ երկրներում դա արդեն թեստավորվում է։ Նույն բանկային համակարգում, երբ որ մարդու եղած տվյալների հիման վրա արհեստական բանականությունը կարող է կայացնի որոշում քեզ վարկ տալ թե չէ, կամ ինչ տոկոսով, որտեղ դու վստահելի մարդ ես թե չէ, հա։ Արհեստական բանականությունը այսօր ձեզ տեղը որոշում է, թե դուք Facebook-ում ում գրածը կտեսնեք, ում գրածը չէ։ Այսինքն ինքը sense տենենց մեր վրա ազդում է արդեն առանց մենք ուզենք, չուզենք, գլուխներս պատով տանք եւ այլն թե չէ, էլի։ Ու այդ ազդեցությունը գնալով շատանալու է։ Շատ դեպքերում մենք դա հաշվի չենք էլ առնում, որտեղ այդ նույն Facebook-ի news feed-ի դեպքը, հա, արհեստական բանականությունը արդեն երկար տարիներ այդտեղ աշխատում է։ Բայց մարդիկ նույնիսկ տեղյակ էլ չեն, բայց փաստացի դուք հասկանում եք, չէ՞, որ օրինակ Հայաստանում հասարակական process-ների վրա ինքը ազդեցություն ունի։ Որտեղ ինչ որ թեմա ինքը կարող է բարձրացնի վերև ու բոլորը տեսնեն, ինչ որ թեմա կարող է իջացնի ներքև, ինչ որ իր տրամաբանություններից ելնելով։ Իհարկե, այստեղ նայած մենք որ դեպքերն ենք, սովորաբար մարդիկ արհեստական բանականության կիրառումը պատկերացնում են կամ շատ գլոբալ, որ ինքը ինչ որ ատոմային զենքերով է զբաղվում ու հենց քայնետի պես սկսում է կրակել մարդկանց վրա, բայց մյուս բևերը դա անհատական կիրառումն է։ Ու այստեղ իհարկե արդեն կարծում եմ խնդիրներ կան, ես դրական բանը մի կողմ եմ դնում, պարզա որ շատ օգնում է։ Բայց խնդիրներից մեկը դա այն է, որ կրթական համակարգը բացարձակ պատրաստ չի սրան ու
փաստացի մենք արդեն եկել ենք այն վիճակի, որ երեխաների բավականին մեծ տոկոս ես դժվար եմ ասել, որտեղ ոչ մի ուսումնասիրություն Հայաստանում չեմ տեսել այս թեմայով, բայց դուք հասկանում եք, չէ՞, որ երեխեքը տնային չեն անում էլ։ Այսինքն երեխեքը արդեն այդքան լավ կիրառում են։ Ну, լավ ասած։ Դե այդքան լավ որ նա ինքը այնքան հեշտ է։ Դասերի մասշտաբներով։ Ինքը այնքան հեշտ է, տնային է, ուղղակի գրում ես, ինքը քեզ տալիս է։ Ինչպես ես անցկացրեցի ամառը։ Հա, տալիս է։ Դա գիտեք, այն պատմությունը մոտավորապես, երբ դասավանդում էի, դուք եք դասախոս, կպատկերացնեք։ Քնուց կար օրեր, որ պետք էր ռեֆերատ հանձնել, պետք է բերեր քննությանը ռեֆերատ ուսանողը եւ բանավոր պատասխաններ։ Ռեֆերատը նույն կերպ ինտերնետով գտնում էր, տպած բերում էր, բայց ես միանգամից հասկանում էի ինքը տեղյակ է իր ռեֆերատից թե չէ։ Ամեն դեպքում լավ տվեց բանականությունը այդ ինֆորմացիան, բայց պետք է կարդալ, ընկալել, հասկանալ, թե դա էլ պետք չի գնում։ Տեսել եք TikTok-ում ինչ է հիմա շատ ակտիվ գովազդում են, որ ականջի մեջ sense փոքրիկ սիսերի պես նաուշնիկ է։ Դնում ես, ոչ էլ երևում, հա։ Հա, եւ նա պաստու սուֆլոր։ Այո։ Դենց որ այս իհարկե դեռ սկիզբն է, բայց փաստա որ մենք պատրաստ չենք էլի ուղղակի այս տեմպին։ Հա։ Դե կշտկվի միգուցե ընթացքում, հղկվի։ Դե տեմպը չի ընկնում։ Մարդկանց ադապտացիայի տեմպը մնացել է նույնը մեծ հաշվով, իսկ սերնդային ադապտացիան շատ տարբերվում է, այսինքն մեր սերունդը ճռճռալով ինչ որ սկսում է բան անել, ու ինչ որ գիտի, որ կա մենակ ChatGPT ընդհանրենք։ Սանտավիկի պես ինչ որ տենց անուն է։ Իսկ երեխեքը շատ ակտիվ տարբեր տիպի գործիքներ են օգտագործում ու անընդհատ ման են գալիս։ Լավը ինչն է, որ գոնե մտքի ճկունությունը աշխատում այն ուղղությամբ, որ երեխեքը գոնե մտածում են ոնց հարիվցնեն դասատուներին, հա։ Դա միտքեր է, տարբեր վարիանտներով։ Բայց մեծ հաշվով ուսումնասիրված չի, օրինակ եթե երեխան երրորդ ջրորդ դասանից ակտիվ անընդհատ օգտագործի դա։ Ինչ հետևանքներ դա կթողնի իր մտային ունակությունների վրա։ Ես չգիտեմ, կարելի է ենթադրել, որ երևի լավ հետևանքներ չի թողի, բայց այստեղ մեղավոր երեխան չի։ Մեղավորը մենք ենք, որ օրինակ չենք ընկալում, որ այս process-ները կանգնացնել չի լինի։ Որ սա բարձա, որ ինչ որ մի բան է, որ պետք է հաշվի նստենք։ Դե հիմա երևի կգնան ի վերջո այդ տարբերակին, ինչ վերաբերում է սոցցանցերին, հա, ինչ որ օրենքներ են ընդունում, որ չկիրառեն երիտասարդները։ Երևի ի վերջո այդպես կլինի։ Մեկը շրջանցել են, ինչ որ սև շուկա ձևավորվելու, ոնց որ այդ ականջակալների սև շուկան է։ Հետո բերելու է ինչ որ ծայրահեղ տարօրինակ բաների, օրինակ Իրաքում դրա լուծումը գտել են։ Քննությունների օրերը, ազգային քննությունների օրերը, ամբողջ Իրաքում ինտերնետը ուղղակի անջատում են։ Սենց ռուբիլնիկից։ Բայց դե վատ չի, բայց դուք պատկերացնում եք, չէ՞, դա ամբողջ տնտեսության վրա է ազդում, բայց իրանք ուրիշ ասում է, մի ասպարեզում սարսափել է, մեկ ուրիշ ասպարեզում։ Հենց որ սա ուղղակի վառ օրինակ է, որ մենք հասել ենք այն բանի, որ սենց աչուձախ մարդիկ փորձում են ինչ-որ իմանալ անեն։ Եթե անցյալ վերադառնայիք, դուք կանխեիք այս բանականության։ Դե ինձ թվում է Տերմինատոր ֆիլմի պես։ Չէ, դե պրոգրեսի դեմ պայքարելը անիմաստ է։ Ես ձեզ ավելին ասեմ, շատ բաներ չեն զարգանում, որովհետև ուղղակի ինչ որ ռեսուրսների պակասություն կա։ Եթե այսօր բիզնեսները բոլոր հնարավորությունները ունենային, տեխնոլոգիական պրոգրեսը շատ ավելի արագ կլիներ։ Մեր բախտը բերել է, որ մի քիչ գոնե արգելակներ կան, բայց պրոգրեսի դեմ պայքարելը դա բացարձակ անիմաց բան է, այսինքն պետք է դու իր ադապտացվես, ընդունես, հասկանաս առաջինը որտեղ է լավ, որտեղ է վատ ու փորձես այդ վատ հատվածը փակել։ Բայց քանի որ հիմա մենք
այդ առաջին փուլում ենք էնտուզիազմի փուլումը, հիմա շատ դժվար է մարդկանց ինչ որ բան ասելը, որովհետև մարդիկ շատ արագ բաժանվում են երկու մասի։ Մի մասը դառնում են sense աճուձախ մենակ արհեստական բանականություն են ամեն ինչ անում, որ արդեն զզվում ես քանակից այդ անիմաստ տեսանյութերի նկարների եւ այլն։ Մյուս մասն էլ տենց շատ բան է անցալում։ Համարյա կրոնական, այսպես որպես չարք, այո, չարիք։ Հասկացա։ Բայց մենք պետք է անցալենք դա, որ ոնց որ անձրև հիմա գալիս է։ Ուզենք չուզենք, հա, ինչ որ պետք է հասկանանք անձրևը այստեղ գալիս ենք այն դանակի պատմության։ Անձրևը համ ջուր է հետը բերում, ոռոգման եւ այլն, բայց հետն էլ ասֆալտը քանդելով տանում է, հիմա պետք է դրա մասին մտածենք, բայց մեծ հաշվով մեր հասարակությունը այդ առումով շատ իներտ է։ Այսինքն մեր մոտ այն ամենասկզբին վերադառնալը, որ ասում եմ ինտելիգենցիան իմպոտենտ դուրս եկավ, բայց հետո ինտելեկտուալ խավ չձևավորվեց, որը պետք է այս հարցերը դնի, պատասխաններ փնտրի ու հասարակության ինչ որ քննարկումներ առաջացնի, որպեսզի մենք որպես առանձին հասարակություն այդ լուծումներին փորձենք գտնել, ոչ թե ամբողջ օրը ինտերնետում բացենք, տենանք Ավստրալիայում բա ինչ եղավ, երբեք ստերից ինիցիատիվա դուրս չի գալի ու թեկուս գաղափարների մակարդակով։ Լսեցինք ձեզ, մոտեցանք մեր զրույցի ավարտին եւ կխնդրեմ մի քանի բլից հարցերի պատասխանեք։ Շատ բարդ հարցեր չտակ, բայց Թեթև հաճելի։ Նիկոլա Տեսլա, Ալան Տյունինգ, Դենիս Ռիչի, ում կհրավիրեիք մի գավաթ սրճի։ Ուսիմ Տեսլան ինձ ավելի հետաքրքիր է։ Հոգի հարազատը դժվար եմ ասել, ամբողջ օրը էլեկտրականության հետ գործ անել էլ մի բան չի։ Բայց առնվազն Տեսլան ինձ ինչով է հետաքրքիր, այդ մարդու շուրջ շատ են լեգենդները։ Ավելի հետաքրքիր է հասկանալ ռեալ ինչ ա եղել, ինչն է հորինած էլի։ Այո։ Երկրորդ հարցը, որ device-ից կկարողանայիք հրաժարվել՝ ավտոմեքենա, լապտոպ կամ բջջային հեռախոս։ Ես հրաժարվում եմ այս հարցին պատասխանել։ Քանի որ հասկանալ։ Հասկացանք։ Դետեկտիվ դրամա թե ֆանտաստիկա։ Ֆանտաստիկա, փոքրուց։ Մերլին Մոնրո, Օդրի Հեբբյորն, Նիկոլ Կիդման թե Մարգո Ռոբի։ Այս Նիկոլները շատ են ձեր մոտ, հա։ Так, ուրեմն Մերլին Մոնրո, Օդրի Հեբբյորն, Նիկոլ Կիդման, Մարգո Ռոբին, բայց ինչի համար այնտեղ սուրճ էր Տեսլայի հետ, ստեղ ինչ մոմենտ է։ Հա, այդ շատ կարևոր է։ Կարևոր է։ Դե այստեղ էլ ճաշկերույթ։ Դե յուրևի Օդրի Հեբբյորն է։ Վաու, ես ձեզ սիրում եմ։ Ընդ որում նախաճաշ։ Շատ լավ։ Եվ վերջին հարցը։ Մոնակո, Լիխտենշտեյն թե Հայաստան։ 3 հատ անձնագիր են առաջարկում։ Հա, անձնագիր է։ Գիտեք, իրականում Հայաստանի անձնագիրը այլ փոխելու տարբերակ եղել է կյանքում, այս կյանքում չեմ փոխել, բայց եթե երկհաղաքացիական տարբերակ լիներ, զուտ վիզայի կենտրոնից պայթած եմ այս վիզա ստանալու։ Հա, մենակ է դրա համար, հա։ Բայց որը Մոնակոն թե Լիխտենշտեյն։ Չգիտեմ, որ մեկի հետ կա երկհաղաքացիություն։ Թե չէ, նայես չի որ գնալու եմ այնտեղ։ Ինձ թվում է ոչ մեկի հետ չկա։ Դրանք շատ փակ քաղաքապետություններ են։ Դեպքում իմաստ չգիտեմ։ Բայց Լիխտենշտեյնը ավելի լավ է, Մոնակոն շատ պապսատեղ է։ Այստեղ էլ եմ համամիտ ձեզ հետ։ Շատ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր էր։